Նիկոլ Փաշինյանը թող իր բնավորությունը փոխի, ոչ թե անձնագրերից հասարակ թղթերի հետևից ընկնի։ Գլխին պատին են տվել, որ Արարատը հանել է։ Արարատը մեր սիմվոլն է, պիտի երևի անպայման։ Արարատը Փաշօղլու կնգանն է, Փաշօղլունն է։ Խաղաղություն ես գնում, ինձ պետք չի։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարարի հետ ցույց են տվել նոր անձնագրի տեսքը, դիզայնը, նաև էջերում պատկերված են լուսանկարներ Հայաստանի մարզերը ներկայացնող Արագած լեռն է։ Արարատի մարզը սակայն խորվիրապը հակառակ կողմից է պատկերված, որպեսզի Արարատ լեռը ետևում ֆոնին չերևա, հա։ Ձեր կարծիքը որպես քաղաքացի։ Ինձ դուր չի գալի։ Ինչ ոնց որ մեր паспортներ եղել է, դրանք շատ ինձի դուր գալիս, դրանք դուր չի գալի։ Խաղաղություն ես գնում, ինձ պետք չի։ Ամեն դեպքում լավ բան է, դա չի բերելու։ Ուրեմն տենց է հարմար, տենց անում։ Դուք կողմ եք, որ Արարատ լեռը դուրս գա։ Չէ։ Մի հայ չեմ պատկերացնում, որի սրտում մասի սարը չլինի։ Այդտենց բան անհնարին է, էլի։ Դե Դավաճանից ինչ եք ուզում։ Իրան Արարատն է պետք չի, հայն էլ պետք չի։ Արարատը Փաշօղլու կնգանն է, Փաշօղլունն է, Սերժիկինն է, թե ումն է։ Թե ազգային ախորինն է, թե ումն է, էլի մի հատ կոնկրետ ասենք։ Իրանցն է սեփականությունը։ Ինչ ասեմ, եթե գտնում են տես, ուրեմն դու տենց լինի։ Դուք համաձայն եք։ Հնարավոր չէ։ Ուզեի, որ անպայման երևա, միշտ եղել է, թող միշտ լինի։ Արարատ լեռի պատկերը։ Գլխին պատին են տվել, որ Արարատը հանել է։ Ձեզ ինչու են արել այս քայլը։ Թուրքի վաստակներ են էլի։ Խորվիրապը հակառակ կողմից է նկարված, որ Արարատ լեռը չերևա։ Սխալ է, որ չի երևում լեռը։ Արարատը մեր սիմվոլն է, պիտի երևի անպայման։ Մեր ազգի մեջ մտածա այդ Արարատը, ոնց է չի լի հանել։ Սաղ աշխարհում եք, սաղ անուններ ունենք, ամեն ինչ ունենք։ Արարատը հանողը ժողովուրդը թշնամի է։ Այս գործողությունները ուր են տանում, ինչ է լինելու։ Իրանց հարցրա դեպի Թուրքիա։ Չեմ էլ տեսել։ Անձնագրի գույնը այսօր է Նիկոլ Փաշինյանը ներկայացրել։ Իմաստը։ Աշնանը փոխվելու է եւ նաեւ էջերին լուսանկարներ են լինելու Հայաստանի որևէ մարզը բարգը, օրինակ Արագած։ Էդ էլա ինքը ուզել զարմանալի է, էլի։ Նաև Արարատի մարզն է, սակայն խորվիրապը հակառակ կողմից է, որպեսզի Արարատ լեռը չերևա։ Հա, դա արդեն պարզ է, որ իրա ուզասնա։ Գույնը ինձ հիշեցնում է ռուս-թուրքական անձնագրի գույնը, իսկ բովանդակությունը դարձյալ հակահայկական։ Իսկ ով ասեց, որ Արարատ լեռը մեր չի, մինչև 20 թվականը ումն էր Արարատ լեռը։ Հա, այդ ամասով ես կասեմ, որ ընդհանրապես ցանկացած հայկական հետք իսպառ ոչնչացվում է ամեն ուր, ամեն ոլորտից եւ աշխատում է նույնիսկ մարդկանց մտքերից, բայց վստահ եմ չի հաջողելու։ Օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այս քաղաքականությունը խաղաղության գործընթացի մեջ պետք է դիտարկել եւ չվտանգեն խաղաղությանը։ Գիտեք ինչ, մենք 8 տարի մանիպուլյացիաների մեջ ենք եւ ոչ թե մենք դավաճանեցինք հեղափոխության արժեքներին, այլ հենց ինքը ու հետեւաբար հիմա մանիպուլյացիաների շնորհիվ փորձում է արդարացնել իր, այսպես ասած, ոչ ստաբիլ գործչի կեցվածքը, իսկ այդ խաղաղությունը չի կարողնել միակողմանի եւ առանց մեր 100 տարի առաջվա տեղի ունեցած ողբերգության, իրավական գնահատականի, փոխհատուցման ի վերջո, որ իհարկե ով է ասում, որ հարևան հետ պետք է միշտ թշնամի լինել, բայց այդ հարցերը լուծելուց հետո, ինչին որ հասավ Իսրայելը։ Այսինքն դուք կողմ չեք նման խաղաղության։ Իհարկե ոչ, խաղաղությունը պետք է վաստակել արժանապատվորեն, ոչ թե մուրալ, այսպես կորացած վիճակում։ Ի վերջո նրանք չեն ուզում խաղաղություն։ Մենք մուրում ենք իրենցից, բայց միևնույն է իրենք չեն ուզում դա։ Իրենք ուզում են պարզապես ոչնչացնել տարածքը, մաքրել հայերից։ Իրենց նպատակը դա է։ Եթե այսպես շարունակվի, Աստված մի արասցի հունիսի 8-ին մենք արթնանանք մի այսպես դժոխային իրականության մեջ, այսինքն իրենք վերաարտադրվեն, մեզ սպասվելու է այսպիսի ապագա, մենք ապրելու ենք այնպիսի Հայաստանում, որտեղ բացի հայերից ապրելու են 300,000 մեր հարևանները, այսինքն սա լինելու է տարածք, որտեղ ապրելու են նաև հայեր։ Գալու ենք դրան, ցավոք։ Իսկ ես չեմ ուզենա հաստատ ապրել այդպիսի Հայաստանում։ Այ Նիկոլ Փաշինյանը թող իր բնավորությունը փոխի, ոչ թե անձնագրերից հասարակ թղթերի հետևից ընկնի։ Մեզ պետք է առողջ կարգին, ուրախ կյանք, թե չէ ոչ մի բանը դրանով չի փոխվելու։ Մեր կյանքը ի՞նչն է փոխվելու, կապույտից կարմիր։
որ դեղինն էլ լինի, էլի չի փոխվելու մեր կյանքը։ Ինչի Արարատը հանեց, Արագածը դրեց։ Արագածն էլ է մերը, Արարատն էլ է մերը։ Բահո, այս կողմից չէր երևա, որ մենք էլ ուրախանայինք մեր Արարատով։ Նվեր տվեցինք, դե գոնե կարացեք, գոնե թղթի վրա պաշտպանեք այդ ամեն ինչը։ Ոչ թե տենց մնա։ Ասում է, որ այդ ամբողջը խանգարում է այս խաղաղության գործընթացին։ Վայ ինքն է խանգարում, տղա ջան, ոչ մեկն է չի խանգարում, ինքն է խանգարում, մեզ պետքա կայուն, կարգին, նորմալ, ղեկավար, որ կարանա մեզ այս ցեխից, փոսից անի։ Ոչ մի բան էլ մենք չենք զիջելու, թո ինքը իրան, իր ընտանիքին զիջի։ Էլդողանին, ոչ թե մեզ կամ մատաղանի այս ջահելներին կամ տարածք զիջի, ինչի զիջի։ Ինչա։ Մատով փակվում է Երևանը, ամոթ չի անում։ Ամոթ է էլի մի քիչ թոյրյան ղեկավարի պես պահի, էլի մի քիչ ծանր պահի, հասարակ ժողովուրդը ավելի լավ է գիտակցում ու մտածում, քան թե ինքը։ Այսքան բան։